իր լեզվափիլիսոփայական մի երկասիրության մեջ ընդհանուր լեզվաբանության հիմնադիր Վիլհելմ ֆոն Հումբոլտը խոսելով հնչյունների մասին, հնչյունների բերումով հետևյալն է ասում. հնչյունները նյութական են, բայց բոլոր նյութական երևույթներից ամենից այն նյութականը, այնքան նուրբ, որ չափից դուրս չեն կոպտացնում մեր մտքերը, ամենից հարմարն են գալիս մեր մտքերի ձևավորման արտահայտման համար։ Հնչյունները տաճար են, որտեղ ապրում է միտքը, միաժամանակ լեզուն ինքը կառուցում է այդ տաճարը։ Լեզուն ոգու և մտքի հնչյունակերտ տաճար է։ Պատմությունն ապացուցել է, որ երբ մի ժողովուրդ փորձություններ անցնելով պահում է իր լեզուն, ուրեմն նա ունի ապրելու իրավունք։ Բաղդադի խալիֆը եւ իմաստուն ծերունին։ Բաղդադի խալիֆը մի օր ճանապարհով անցնելիս տեսավ, որ մի մարդ իր այգում արմավենիներ է տնկում։ Ծերուկ։ Կանցնեն տարիներ, կփոխվի սերունդը։ Այսպես է դարձել հայոց լեզուն 5000 տարեկան։ Դժվար է ասել այդ տարիների մեջ քանի սերունդ է, այսպես գիտակցաբար բարբառել հայերը, բայց որ այն պահպանվել է դարերով, փաստ է։ Սակայն որքանով ենք այսօր մենք, հայերս, գիտակցում մեր իսկ լեզվի էությունն ու կարևորությունը։ Մի կողմ թողնենք ժամանակն ու փորձենք ճշտել ինչ է լեզուն մեզ համար։ Հետը տարավ բալատ, որպեսզի նա դառնա իր երեխաների դասուհի։ Լեզուն այնքանով է կարևոր, որ դրա կարևորությունը անգամ Աստվածաշնչի մեջ բերում է։ Բաբելոնի աշտարակի կործանում Աստված ինչ արեց։ Խառնեց լեզուները, ամենակարևոր բանը։ Լեզուները խառնեց ու ամեն ինչ քանդվեց։ Ու ցանկացած ժամանակ, ցանկացած ազգի, ցանկացած տեսակ խառնելու համար խառնում են իրար լեզուն։ Ես ուզում եմ հիշեցնել դարձյալ Հումբոլտի մի խոսքը, որ նաև հայմատական լեզվաբանության առաջին տեսաբանն էր և առաջին կիրառողը իր իսկ դրույթների։ Նա հատուկ զգուշացնում էր, որ եթե լեզուների հայմատություն կատարողը չի կարողանալու թափանցել տվյալ լեզուն կրող ժողովրդի հոգեբանության խորքերը, չի կարողանալու զգալ նրա մշակույթը էությամբ, ամեն մի համեմատություն իզուր է, ապարդյուն է, աննպատակ է կամ ինքնանպատակ։ Բաղդադի խալիֆը մի օր ճանապարհով անցնելիս տեսավ, որ մի մարդ իր այգում արմավենիներ է տնկում։ Ծերուկ, զարմացած հարցրեց խալիֆը. Ինչու՞ ես այդքան աշխատում տանջվում։ Չէ՞ որ այդ տնկածները 40 տարի։ Եթե փորձ անենք թափանցել ալմատիներս, այսինքն իմաստաբանությունը, լեզվի իմաստաբանությունը փոխանցենք հնչյունային իմաստաբանության, որովհետև յուրաքանչյուր արմատի մեջ, ինչպես դա երևում միայն հայերենում, յուրաքանչյուր հնչյուն ունի իր որոշակի իսկ արտահայտված իմաստը։ Շատ բարի ու իմաստուն ծերունի է։ Երբ ծերունին դրամը վերցրեց, գոհություն տվեց Աստծուն, խալիֆը հարցրեց. Ինչու ես գոհություն տալիս Աստծուն։ Արդեն 150 տարի է, 150 տարուց ավել է, ինչ հայմատական լեզվաբանության մեջ արձանագրված է հայերենի հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանելու իրողությունը, ըստ որում այդ ընտանիքում հայերենը հունարենի, ալբաներենի նման ինքնուրույն ճյուղ է ներկայացնում։ Ամեն մարդու ծառ տարի մեկ անգամ պտուղ կտա, իսկ իմ ծառը այս մեկ օրում 2 անգամ պտուղ կտա։ Լեզվաբանների կողմից գոյություն ունեն հատուկ կազմված ցուցակներ, թե կոնկրետ որ լեզուն ինչպիսի հնչյունային նշումներ է տալիս հնդեվրոպական մայր լեզվից։ Եվ գրեթե չկա որևէ լեզու, որը հայերենի նման այդքան հստակ պահպանած լինի, այսինքն շեղում չունենա հնդեվրոպական մայր լեզվից։ Տնկածները 140 տարի հետո են պտուղ տալու։ Իսկ դու այսօր կա, վաղը չկա։
Օ, բարի թագավոր։ Ցեղակցական կապերը հնդկերենի, հունարենի եւ այլ այսպես կոչված պատվավոր, այսպես ժողովրդի մեջ պատկերացումներ կան այլ լեզուների հետ համահավասար նույն դիրքում է հայերենը։ Մի շատ էական հանգամանք էլ կա, այսինքն հնդեվրոպական բոլոր արմատները, դրանք բոլոր հասկացություններ ունեն 3-ից 4 արմատներ։ Օրինակ վերցնենք ձի հասկացողությունը, օրինակ ասպ ձևը, որը նույնն էր թե իրանական, թե հնդկական լեզուների համար, նույնն էր հայերենի համար, եւ կա նաեւ ասենք հրոս ձևը, որը նույնն է հունարենի, գերմաներենի, անգլերենի համար, կա նաեւ ձի ձևը, որը նույնն է ասենք սլավոնական բալթիական ժողովուրդների համար, նրանք անում են լոշա ձի կամ ձի ռեդոնը, ձիրեպ, ժերեպ տարբեր ձևերով։ Այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, քանի որ ուսումնասիրություններից երևում է, որ բացարձակապես բոլոր արմատները, քանի արմատ գոյություն ունի հնդեվրոպական լեզվի մեջ, այդքան արմատ էլ պարտադիր կերպով հանդիպում ենք հայերենի մեջ։ Այս մեկ օրում երկու անգամ դուխ տվեց։ Խալիֆը Մենք եթե գնահատում ենք ուրիշների արժեքները նաև ու ներառնում ենք, դա բնավ չի նշանակում, որ մենք պետք է մեր լեզուն թերագնահատենք։ Օրինակ կար այսպիսի մի վկայություն, որ նախորդ դարերում բառերը ստեղծում էին ոչ թե ինչ-որ ժողովրդի կենդանի խոսքի ընթացքում, այլ դա ընդհանրապես քրմերի կողմից բավականին լուրջ աշխատանքի արդյունք էր եւ այդ բառերը հորինվում էին տաճարներում ամեն կերպ աշխատելով, որպեսզի այդ բառի մեջ ոչ մի ինֆորմացիա բառին վերաբերյալ կամ բառի հասկացությանը վերաբերող ոչ մի հատկություն բառից դուրս չմնա։ Խալիֆը այս անգամ էլ հարցրեց. իսկ հիմա ինչ եք բան, Խալիֆ ասաց։ Ձեր պատասխանը